Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հեսու 7-րդ գլուխ Աքարի մեղքը։ Բայց Իսրայելի որդիները նզովքին հանդեպ ուխտազանց եղան, քանի որ Հութայի դոհմեն, Զարայի որդին, Զաբտիի որդին, Քարմիի որդին Աքար նզովածեն արավ։ Ուստի դիրոջ փառությունը Իսրայելի որդիներուն դեմ փորփոքեցավ։ Հեսու Երիքովեն մարդիկ ղրգեց Տեբիքայի, որ Փետավանի մոտ է, Փեթելի արևելյան կողմը, ու անոնց ասավ. «Բարձրացեք եւ այդ երգիրը լրդեսեցեք»։ Այդ մարդիկն ալ բարձրացան ու Քային լրդեսեցին։ Աբա Հեսուի վերադարձան եւ անոր ասին. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, միայն 2 կամ 3000-ի չափ մարդիկ թող բարձրանան ու Քային զարնեն։ Ամբողջ ժողովուրդը հոնդանելով մի օգնեցներ, քանի անոնք փոքրաթիվ են։ Ուստի ժողովուրդեն 3000-ի չափ մարդիկ հոմբարձացան, բայց Քայի մարդոց արջևեն փախան։ Քայի մարդիկը անոնցմե 36 մարդու չափ զարգին, որովհետև զանոնք դրան արջևեն մինչև Սեփարիմ հալածեցին ու զարիվայրին վրա զանոնք զարգին։ Ուստի ժողովուրդին սիրտը հալեցավ եւ ճուրի բես եղավ։ Հեսու իր հանդերձները բادرեց, դիրոջ տաբանագին արջև երեսի վրա կեդին ինգավ մինչև իրիգուն, թե ինք եւ թե Իսրայելի երեցները ու իրենց գլուխին վրա հող ցանեցին։ Հեսու ասավ. «Ո՛, Դեր Եհովա, ինչու այս ժողովուրդը հորթանանի այս կողմը անցուցիր, որբեսի մեզ ամորհացներուն ցերկը մատնես եւ մեզ գործընծնես, երանի թե հավանելով հորթանանի մյուս կողմը մնայինք։ Ո՛, Դեր, Իսրայել իր թշնամիներուն արջև գրնակ դարձնել է ետք, ալ ես ինչ ասեմ, որովհետև կանանացիներն ու երկրին բոլոր բնակիչները լսելով մեզ պիտի շրջապատեն եւ մեր անունը երկրին վրայեն պիտի չնչեն, այնադեն քու մեծ անունիդ համար ինչ պիտի անես»։ Դերը Հեսուի ասավ. «Ոտքի էլ, ինչու այսպես երեսիդ վրա ինգերես»։ Իսրայել մեղանչեց եւ անոնց բադվիրած ուխտս անդեսեցին, որովհետև նզովածեն արին, քողցան, սդեցին ու իրենց արարգաներու մեջ դրին։ Ուստի Իսրայելի որդիները պիտի չգարենան իրենց թշնամիներուն արջև գանկնել, իրենց թշնամիներուն արջև գրնակ պիտի դարձնեն, քանի որ նզովված եղան, եւ ալ ցեզի հետ պիտի չլամ, եթե դուք նզովվածը ձեր մեջեն չփնաչնչեք։ Ոտքի ելիր, ժողովուրդը սրբացուրս ու ասե. «Վաղվան համար դուք ցես սրբացուցեք, որովհետև դերը Իսրայելի Աստվածը ցագս է։ Ով Իսրայել, քու մեջդ նզովված կա, թշնամիներուդ արջև պիտի չգարենաս կանգնել, մինչև որ նզովվածը ձեր մեջեն չվերցնեք։ Ուստի արդուն ներգայացեք ձեր դոհմերով։ Դերը որ դոհմը որ վիճակով բռնե, անիգա իր կերտաստաներով թող ներգայանա։ Դերը որ կերտաստանը որ բռնե, անիգա իր ընտանիքներով թող ներգայանա, ու դերը որ ընտանիքը որ բռնե, անիգա իր մարդոցմով թող ներգայանա։ Ով որ նզովվածով բռնվի, գրագով պիտի այրվի, թե ինք եւ թե իր ամբողջ ունեցածը, քանի որ դիրոջ ուխտը անդեսեց ու Իսրայելի մեջ անզգամություն կործեց։ Ուստի Հեսու արդուն գանուխ ելավ եւ Իսրայելը իր դոհմերով ներգայացուց։ Հութայի դոհմը բռնվեցավ։ Հութայի կերտաստանները ներգայացուց ու Զարյաններու կերտաստանը բռնվեցավ։ Զարյաններու կերտաստանը իր մարդոցմով ներգայացուց եւ Զաբտի բռնվեցավ։ Հետո անոր ընտանիքը իր մարդոցմով ներգայացուց ու Հութայի դոհմեն Զարայի որդին, Զաբտիի որդին, Քարմիի որդին Աքար բռնվեցավ։ Հետևաբար Հեսու Աքարի ասավ. «Որդիս, գաղերսեմ, դիրոջ Իսրայելի Աստուծուն փառք տուր եւ մեղքդ անոր խոստովանե, քու ռածդ այժմ ինձի իմացուր, ինձ մի բահեր»։ Աքար Հեսուի պատասխանելով ասավ. «Իրապես դիրոջ Իսրայելի Աստուծուն թեմ մեղանչեցի, ահավասիկ ինչ որըրի, ավարի մեջ վայելչակեղ Բաբելոնի վերարգումը 200 սիգ արձատ ու 50 սիգ գշրով ոսկի լեզումը դեսա, անոնց ցանկացի, զանոնք արի, ահա անոնք հողին տակ տաղված են, իմ վրանից մեջտեղը եւ արձատը անոր տակն է»։ Հեսու պատգամավորներ ղրգեց, որ վրանը վազեցին
ու ահա անոնք իր վրանի մեջ տաղված էին, արձատնալ անորդակներ։ Զանոնք վրանին մեջտեղեն արին, Հեսուի և ամբողջ Իսրայելի որդիներուն բերին, ու զանոնք դիրոջ առջև դրին։ Այն ադեն Հեսու և իրեն հետ ամբողջ Իսրայելը Զարյան աքարը արին, նաև արձատը, վերարգուն, ոսկի լեզուն, անոր որդիները, աղջիկները, արջարները, էշերը, ոչխարները, վրանը և ամբողջ ունեցածը, ու զանոնք ակովրի հովիդը բարձրացուցին։ Հեսու ասավ. Ինչու դու մեզ թշպախտացուցիր, դերն ալ քեզ պիտի թշպախտացնի այսօր։ Եվ ամբողջ Իսրայելը զային քարգոծեց։ Զանոնք քարգոծելը ետք գրագով այրեցին։ Հետո անոր վրա մեծ քարագույտ մը կանգնեցուցին, որ կգենա մինչև այսօր։ Հետևաբար դերը իր փորփոքած փարգությունը գասեցուց։ Այսօր համար այդ դեղին անունը Ակովրի հովիտ կոչվեցավ մինչև այսօր։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։